Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գինը շուտով ավելի կնվազի, երբ պատերազմն ավարտվի, քանի որ ըստ ԱՄՆ նախագահի Իրանը չի կարող երկար դիմանալ։ Կարծում եմ ամեն ինչ լավ է, ներգրավված եմ բանակցություններին։ Կարծում եմ շուտով կարող են արդյունքներ լինել, հավելել է Թրամփը։ Նրա խոսքով ամերիկյան բանակն իր օրոք ավելի է հզորացել եւ համալրվել զինատեսակներով։ Մենք հիանալի վիճակում ենք, բայց ամեն դեպքում միշտ ավելիի կարիքը կա, շարունակել է Սպիտակ տան ղեկավարը։ Լրագրողի հարցին արդյոք Վաշինգտոնը Զելենսկու խնդրանքով Պատրիոտ զենիթահրթիռային համակարգի հրթիռներ կփոխանցի Կիևին, Թրամփը պատասխանել է. դրանք Միացյալ Նահանգներին էլ են պետք։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ տեղեկացրել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է, մի քանի տասնյակ նավերի թույլ չի տրվել նավարկել Իրանի ուղղությամբ, որոշ նավեր էլ հանվել են շարքից։ Թեհրանից նախազգուշացրել են, ԱՄՆ զինված ուժերը լուրջ խնդիրների կբախվեն, եթե երկրի ծովային շրջափակումը շարունակվի։ Իրանից նաև հայտարարում են, որ թույլ չեն տա Հորմուզի նեղուցով երկրորդ երթուղի բացել նավերի անցման համար։ Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակն էլ մեղադրել է Վաշինգտոնին բանակցությունների պատրվակով զանգվածային հարձակման նախապատրաստվելու համար։ Մենք չենք վախենում ամերիկյան սպառնալիքներից, հորդորում ենք Վաշինգտոնին կատարել ստանձնած պարտավորությունները, շեշտել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Պահպանվում է նաև Հութիներ Էր-Ռիադ լարվածությունը, տեղեկություններ կան, որ Եմենի Անսար ալ-շարժումը շարունակում է հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային հաջակցություն Իրանի։ Սաուդական կողմը հայտնել է Եմենի հետ սահմանային տարածքներում խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների Հութիները թիրախավորել են նաև Եմենի կառավարական ուժերին, հաղորդվում է մի քանի տասնյակ զոհերի մասին։ Թուրքիայի նախագահը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սաուդյան Արաբիա, Ռեջեփ Էրդողանին ընդունել է թագաժարանք Մոհամմեդ բին Սալմանը։ Սաուդյան Արաբիայում է նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։ Բանակցություններից հետո կողմերը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր։ Անկարայից հայտնել են, որ փաստաթղթով նախատեսվում է փոխադարձ միայն պաշտպանական նպատակներով, նաև կողմերը հետախուզական տվյալներ կփոխանակեն։ Ըստ կողմերի Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի համաձայնություններն ուղղված չեն որևէ երկրի դեմ եւ պայմանագրին կարող են միանալ տարածաշրջանի այլ պետություններ։ Ընդ որում համաձայնագրի հիմնական դրույթներից է հավաքական պաշտպանության սկզբունքը, որի համաձայն երկրներից մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլոր կողմերի վրա։ Վոլոդիմիր Զելենսկին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին, որը պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Կիև։ Մինչև Ուկրաինայի նախագահի հետ հանդիպելը Ջեյհուն Բայրամովն այցելել է Իրպին, եղել տեղի դպրոցում, հիվանդանոցում եւ վերականգնողական կենտրոնում, որոնց ադրբեջանական կողմը պարբերաբար աջակցություն է տրամադրում։ Ըստ ուկրաինական կողմի հաղորդագրության Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայրամովին այցի օգնության եւ ուկրաինացի ժողովրդի հետ Բաքվի համերաշխության համար։ Պաշտոնյաները քննարկել են Ուկրաինային ռուսական հարվածները եւ Սև ծովում իրավիճակը։ Անդրադարձել ենք բարձր մակարդակի դիվանագիտական շփումներին, պաշտպանական, տնտեսական, էներգետիկ, գյուղատնտեսական, հումանիտար ոլորտներում գործակցությանը, մանրամասնել է Զելենսկին։ Ավելի վաղ Բայրամովին ընդունել էր Ուկրաինայի արտգործնախարարը Անդրի Սիբիհան, բարձր էր գնահատել Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ադրբեջանի արտգործնախարարն էլ նշել էր, որ Բաքուն պատրաստ է բնական գազ մատակարարել Ուկրաինային։ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները։ Ռուսաստանի բնատվյալով գիշերը խոցել են ուկրաինական 203 ԱԹՍ։ Ըստ գերատեսչության թիրախում են եղել Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Ռոստովի, Ռյազանի, Տուլայի եւ այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Թաթարստանը եւ այլ տարածքներ։ Կրկին Wildberries-ի պահեստ է հարձակման ենթարկվել այս անգամ Եկատերինբուրգում։ Հրդեհ է բռնկվել, հարյուրավոր մարդիկ տարհանվել են։ Ռուսաստանն էլ հարվածել է Ուկրաինային, Կիևում եւ այլ բնակավայրերում օդային տագնապ է հայտարարվել։ Այս ֆոնին ԱՄՆ նախագահը կարծիք հայտնել, որ ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, այդ թվում Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերով։ Դոնալդ Թրամփը մտահոգվել է, որ երկու կողմից էլ կորուստների թիվն աճում է։ Զուգահեռ ԵՄ գլխավոր դիվանագետը հայտարարել է, որ Ուկրաինայի վրա յուրաքանչյուր նոր հարձակում եւս մեկ առիթ է, որպեսզի Եվրոպան խստացնի Ռուսաստանի նկատմամբ ճնշումը։ Կայա Կալասը տեղեկացրել է, որ ռուսական գործողություններին ի պատասխան ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է ընդունել Դաշնության ռազմարդյունաբերական համալիրի հետ առնչություն ունեցող 5 անձի նկատմամբ։ Դիանա Գասպարյան, լուրեր։